Ամեն ինչ շատ գեղեցիկ է։ Մա նկարները։ Ամեն նկարի նայելիս մի հիշողություն է արտանում։ Բայց մենակ լավ հիշողություն է, շատ է հիշեցան։ Ինչու վատ բաներ են պատահել։ Ես որ չեմ հիշում։ Լավ։ Երեք նկարները միասին նայեք։ Այնպես ավելի լավ հիշեք ամեն։ Watch them into me. No one knows that, no one feels that. Մենք բացում ենք դռներ, որոնց ետևում հաճախ մեծ ցավը փորձություն է։ Մարդիկ, որոնք հանդիպում են քո ճանապարհին երկու առաքելություն։ Կամ քեզ ձեռք են մեկնում, կամ պատրաստ են քեզ ոչնչացնել։ Երկու դեպքում է դու դառնում ես ավելի ուժեղ, որովհետև ընտրում ես պայքարելու ճանապարհը։ Ուրիշ տարբերակ չկա։ Դու չես կարող հանձնել, քանի որ ստուլերին ոչ ոք չի հանձնել։ Իսկ մերժված մարդիկ չարանում են ու չարությունից ելներով սկսում են սխալներ գործել։ Սխալը սխալի ետևից, որը տանում է դեպի անդունդ։ Մի տարի առաջ ես էլ բացեցի այս տեսարանի դուռը։ Ու այդ ժամանակ անգամ մտքով չէր կարող անցնել, որ ինձ բաժին եկած փոփոխությունների միջով պիտի դուրս գամ ավելի ուժեղ ու երջանիկ։ Պիտի դուրս գամ շուրջս ունենալով ոչ միայն աշխարհի ամենալավ մամային, այլև լավագույն ընկերուհուս։ Ով կմտածեր, որ հենց այս դռնից ներս պիտի գտնեմ նեզակուն։ Այս դռնից ներս պիտի գտնեմ եղբորս։ Ով կմտածեր այս դասարանում, այս դպրոցում, բոլորը պետք է ինձ համար դառնան հարազատ մարդիկ, որ անգամ ինձ ցավ պատճառած մարդիկ պիտի դառնային իմ լավագույն ուսուցիչներ։ Այդպես է կյանքը։ Դու բացում ես ինչ-որ մի դուռ պատրաստ լինելով ինչ-որ մի իրականություն։ Իսկ իրականությունը քեզ տանում է մի տեղ, որտեղ դու օտար ես, որտեղ դու մենակ ես։ Ու միայն քո ներքին աշխարհն ու պայքարելու ունակությունն է, որ քեզ տալիս է հնարավորություն ընտրելու լավի ու վատի, բարու ու չարի, ազնիվի ու անազնիվի միջև։ Առաջարկները բոլորի համար նույնն են։ Իսկ այն թողը դու ես։ Դու ես որոշում, թե քեզ ուր պետք է գնալ։ Իմ հետ ձեռքի ու